Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, որ բազմիցս անգամ նշել եմ, որ քաղաքական որևէ հրապարակումներ չեմ ցանկանում անել, խոսել քաղաքականության մասին մի քանի պատճառով, մասնավորապես ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, երկրորդը ես չեմ հավատում քաղաքականությանը։ Չգիտեմ, լավ ավատը այդպես է։ Բայց երեքա, կոնկրետ երեկվա մասն եմ ասում, ես մի փոքր ուշ եմ տեղեկացել, ոնց որ օնլայն չեմ եղել։ Հարցը վերաբերվում է եկեղեցուն ու ես իրականում հարցեր ունեմ, որը չգիտեմ, ես իրավասու եմ, իրավունք ունեմ այդ հարցերը բարձրաձայնելու թե չէ, ես ինձ համարում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այն քաղաքացին, ով ստեղծում է այս երկրում, իր ընտանիքը ցանկանում է այս երկրում մնա ու չի ցանկանում այս երկրից հեռանա։ Բազմիցս անգամ ասել եմ։ Ես դա իմ բնակարանն էլ է այստեղ, իմ բիզնեսն էլ է այստեղ, ու իմ ընտանիքն է, իմ որդիները, իմ աղջիկները, բոլորը ստեղ ենք որպես այդպեսին։ Հարցը սա է, ես տեսնում եմ մի գործողություն կոնկրետ անձերի դեմ, խոսվում է, որ սա եկեղեցու դեմ չի, խոսվում է, որ սա անձերի դեմ է։ Տվյալ անձերը ղեկավարում են եկեղեցին։ Ու ճիշտ ասած գործողությունները արվում են նենց սիստեմով, որ ին մոտ ես նայեք ասում, հնարավոր այդպես չի, բայց իմ մոտ այն տպավորությունն է, ոնց որ այդ գործողությունները արվում են նաև եկեղեցու դեմ։ Հա, կառավարությունը նշում է, որ սա եկեղեցու դեմ չի, այլ անձերի դեմ է այլն, բայց գործողությունները այնպես է արվում, որ կարծես դա եկեղեցու դեմ է։ Փաստացի հոգևորականները բոլոր, ես ում ճանաչում եմ, ահավոր նեղված են, ահավոր վրդովված են։ Ես չգիտեմ մի հոգևորական, ով էս բան գործող հոգևորական է, որ ասում է սա նորմալ է։ Եթե հոգևորականները բոլորը դեմ են այս գործ, բոլորը չգիտեմ, բայց իմ իմացած բոլոր հոգևորականները այս գործողություններին դեմ են։ Եթե մի կառույց, որը մեր ամենաուժեղ կապն է Սփյուռքի հետ, ես սենց ասեմ, եկեղեցին երկու ֆունկցիա է կատարում՝ հոգևոր եւ որպես ինստիտուտ։ Ես հասկանում եմ, շատերը հիմա կասեն, որ եկեղեցում շատ հոգևորականներ կան, որ հոգևոր չեն, հնարավոր է, դա իրենց խնդիրն է, իրանք դրա համար պատասխան են տալու Տիրոջ առաջ։ Դա ես չեմ կարող իրան դատեմ, իր դատողը Տերն է։ Ինքը իր առաջ է ծառայում, ինձ է ծառայում, բայց իր առաջ է ծառայում։ Ու եթե կան փաստեր, հա, որ ինչ-որ մի հատ քահանա իրան շատ վատ ապահովում կամ ինչ-որ անբարո մեկնա, պետք է շատ արագ իրան հեռացնել։ Ոք ես թեման շատից նմանեցնում են ուսուցչի թեմային, որ ոնց որ ինչ-որ նեղ հարց լուծելու փոխարեն մասսայական է դառնում, ու որը գնում կպտում է, ինձ տենց է թվում, որ գնում կպտում է ինստիտուտին։ Ես վերջերս Բելգիայում էի, Անտվերպեն քաղաքում, ու ես հայ համայնքին տեսա եկեղեցում։ Դրանից առաջ եղել եմ Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսում, հայ համայնքին տեսել եմ եկեղեցում։ Փաստացի երկրորդ ֆունկցիան, որ ունի եկեղեցին, ոչ միայն դա հոգևոր, հա, հոգևոր որպես կառույց, ինքը միավորող է։ Իսկ հիմա մենք ահավոր կարիք ունենք միավորվելու, ոչ թե պառակտվելու։ Ես հարց ունեմ մեր կառավարությանը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարծում եմ այդ իրավունքն ունեմ։ Այդ իրավունքը հենց տվել է ինձ կառավարությունը, ասելով, որ դու իրավունք ունես քո կարծիքը բարձրաձայնելու, կարծիքը հայտնելու, հարցեր տալու։ Երբ որ այս գործողություններն արվում է, ես պետք է իմանամ ինչ պլան կա։ Ինչ ռազմավարություն կա, որ ես հետո դրանից օգտվելու եմ։ Ես ասելով ժողովուրդն է։ Որտեւ այս գործողությունների մեջ ես հենց որ քանդելն եմ տեսնում։ Հնարավոր է մի հատ գենիալնի միտք կա, որի մասին ոչ մեկս չգիտենք։ Հնարավոր է իրոք բոլոր այս հոգևոր առաջնորդները պետքա գնան, նորերը պետքա գան, բայց կլինի անընդհատ զանգ է գալիս։ Հնարավոր է դրա մասին մեզ տեղեկ պահել։ Ժորժ ջան, իմ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շատ կարևոր կառույց է եկեղեցին, շատ։ Ես չեմ պատկերացնում Հայաստանում առանց մեր եկեղեցու, որը իրականում միավորում է։ Հարցը մենակ Հայաստանի կնունքը չի։ Հարցը այն չի, որ մեր ազգի մեծամասնությունը հավատացյալ չի։ Ես ձեզ պատասխանատվորեն ասում եմ, մեր ազգի մեծամասնությունը հավատացյալ չի։ Հարցը դա չի։ Փաստացի եկեղեցին մեզ միավորում, ախպեր, մենք միավորման կարիք ունենք։ Ու նաև շատ հոգևորականներ կան, որ իրականում հոգևոր են։ Շատ, ես անձամբ ճանաչում եմ։ Ես խնդրում եմ, էլի, կարա կոմենտներում էլ արձագանքի, բայց խնդրում adekvat արձագանքներ լինի, սա քննարկման հարթակ է։ Սա վիրավորելու հարթակ չի։ Ես խնդրում եմ, որևէ ձևով մեզ տեղեկայեք ինչ ա լինելու։